Նրան սիրել են և անիծել, հիացել են և անխնա այրել, այն անսահման արիության և աներևակայելի դաժանության լուռ վկան է։ Ինչ գաղտնիքներ է իր մեջ թաքցնում այդ ամրոցը։ Ով, երբ և ինչի համար է այն կառուցել։ Բացահայտենք Շուշիի մոռացված առեղծվածը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ադրբեջանի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկանքում նշված է, որ Շուշին հիմնադրվել է 1753 թվականին Ոմն Փանախալիի կողմից։ Մինչ ԽՍՀՄ փլուզումը Շուշին ուսումնասիրելու բացառիկ իրավունքը պատկանում էր Ադրբեջանին։ Իսկ ինչ է եղել մինչ այդ։ Ինչ են փորձել թաքցնել մեզնից։ Պատմական հիշատակումները Շուշիի շուրջ հակասական են։ Հակոբ Շուշեցին իր Գավառին Արցախու պատմությունում նշում է, որ 1751 թվականին Փանախ խանն զիբերտ մի շինել լյառն մի, որ ստորադիր է Գեղջեն Շուշո։ Եվ ինչ, Ադրբեջանի պատմաբանները ընդամենը 2 տարով էին սխալվել։ Պարզվում է ոչ։ Հովհաննես Երեցի կողմից ընդօրինակված ավետարանում մենք գտանք մի այլ հետաքրքիր տեղեկություն, որ այն ընդօրինակվել է Շուշի քաղաքում 1575 թվականին։ Այս մյուս ձեռագրում նշվում է, որ այն ընդօրինակվել է Շուշի բնակավայրում և պատկերացնում ենք 1428 թվականին։ Կարծում եմ ժամանակն է Շուշի ուղևորվելու։ Շուշի, Բերդաքաղաք Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը, համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Գտնվում է Երևանից 350 կիլոմետր հեռավորության վրա։ Շոշ, Շուշի, Քարագլուխ, Քարագլխի Բերդ, Քարքար, պատմաբանները այս բոլոր անվանումները վերագրում են Շուշիին։ Արյուն է թափվել այս բերդի համար և բերդի մեջ։ Այստեղ է գլխատվել աղա Մոհամեդ Շահ Կաջարը, այն նույն Շահ Կաջարը, որ 1795 թվականին ավիրեց Վրաստանն ու նրա մայրաքաղաքը և հենց այդ ժամանակ սպանվեց Սայաթ-Նովան։ Զարմանալի կենսագրություն ունի այս քաղաքը։ Մեկ տարի ընթացքում տեսել է 3 խոշոր հրդեհ։ 3 անգամ հայերը ստիպված են եղել լքել այն, բայց համառորեն նորից վերադառնալ։ Շուշիում մենք հանդիպեցինք տեղի թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանին, որը մեզ խոստացավ ցույց տալ վերջերս Շուշիում հայտնաբերված հետաքրքիր գտածոներ։ Այս խաչքարը գտել ենք Շուշի բանտի տարածքից, թվագրում է 12-րդ դարի վերջերով։ Հետաքրքրական այն է, որ այն շրջված վիճակում որպես սալհատակ է դրված բանտի տարածքում։ Մենք այդպիսի խաչքարեր ունենք Շուշիի բենզալացման կայանի գերեզմանոցի մոտ, Հարամ ջրի գերեզմանոցի մոտ։
Փաստորեն շատ ավելի վաղ, քան 18-րդ դարը, Շուշիի տարածքում մարդիկ ապրել ու մահացել են։ Թեև պարսպի այս մասը իրապես հիշեցնում է 18-րդ դարը, բայց միթե մինչև քոչվոր Փանախ Ալին Շուշիում ընդհանրապես բերդգոյություն չուներ։ Հայտնի է, որ հայ-ռուսական հարաբերությունները սկսում են դեռ Պետրոս Առաջինի ժամանակներից։ Շուշիի բերդի շուրջ առեղծվածային կծիկը քանդելու համար ես անդրադառնում եմ հնագույն ակտերի ռուսական պետական արխիվին, հույս ունենալով ինչ-որ փաստաթղթում գտնել տեղեկություն բերդաքաղաքի մասին։ Պատմական մի փաստաթուղթ գրավեց իմ ուշադրությունը։ 1725 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիայում հայոց սեղնախների կողմից լիազորված Չելեբի Քյոխվան վկայում է, թե ինքը մասնակցել է առաջին հայկական գաղտնի ժողովին, որը տեղի է ունեցել Շոշ բնակատեղում, եւ գրում է, որ այն շրջապատված էր քարե ժայռերով։ Գաղտնաժողովը ղեկավարում էր Ավան Յուզբաշին։ Նա մեծ հաշակ ստացավ թուրքական արշավանքը 1725-26 թվականներին կասեցնելու գործում, ինչպես ինքն է գրում ռուսական արքունիք ուղղած իր նամակում, թուրքական բանակը հարձակվել է քարի վրա, գրավել է քարի գրեթե կեսը, այնուհետև չի կարողացել առաջ շարժվել, իրենք կարողացել են կասեցնել հարձակումը եւ ետ շպրտել, գերի վերցնելով թուրքական փաշաներին եւ պարտության մատնելով թուրքական բանակին։ Մեկ այլ փաստաթղթում 1725 թվականի դեկտեմբերի 19-ին ռուսական արքունիք հղած իր զեկուցագրում գեներալ Մատյուշկինը հայտնում է, որ Ավան Յուզբաշին հավաքելով 10,000 հոգի լավ զինված մարդիկ մնացել է Շոշի սեղնախում եւ բերդ է կառուցում։ Փաստորեն Ավան Յուզբաշին Փանախ խանից շատ ավելի վաղ արդեն կառուցել էր ամրոցը ու հաջողությամբ պաշտպանում էր այն։ Սակայն ինչ վայրի մասին է գրում Չելեբի Քյոխվան վերոհիշյալ նամակներում։ Շոշ բնակատեղի, շրջապատված քարե ժայռերով։ Որոշ մասնագետներ կարծում են, որ դա հենց Շուշին է, բայց ինչպես մենք տեսնում ենք, այն տեղակայված է բարձր ժայռի վրա եւ գրողը առաջին հերթին պետք է որ գրեր ոչ թե շրջապատված է քարե ժայռերով, այլ հենց ինքն է գտնվում ժայռերի գլխին։ Այդ դեպքում որտեղ է գտնվում գաղտնաժողովի իսկական վայրը։ Կարծիք կա, որ դա ամենայն հավանականությամբ Շոշ գյուղն է։ Ուղևորվենք այնտեղ։ Այս գյուղում ես հանդիպեցի գյուղապետի եւ ամենատարեց բնակիչներից մեկի հետ։ Նրանք չկարողացան հստակ նշել իրենց գյուղի հիմնադրման տարեթիվը, միայն պարզեցի, որ այն վերջերս 1991 թվականին է վերամանվել Շոշ։ Արցախն ընդհանրապես լեռնային երկիր է եւ Շոշում նույնպես կան բազմաթիվ սարեր, բայց ինչպես տեսնում եք չկան անանցանելի ժայռեր։ Շոշը չէր կարող լինել նամակում նշված վայրը։ Շարունակենք մեր որոնումները, գնանք այս ճանապարհով։ Վերտարիքենը դա շատ բազալից շատ ուշ եկավ։ 12 հատ պենալալ չրաղացա։ Դա բավական շատ յորոնում ապրում։ Այդ մինչև որ թիվն էին ապրում հնոտում, հիմի մարդ չկա, չէ՞։ Հիմի մարդ չկա, չէ։ Ես ուղևորվում եմ Հյունոտ, գյուղ, որը հայտնի է իր ջրաղացներով։ Մեքենայի ճանապարհը այստեղ վերջանում է։
Թքնաղ եւ միաժամանակ խորհրդավոր մի վայր, որ անվանում են Հովանոցներ կամ Մամրոտ քար։ Այստեղից մենք կուղևորվենք Մութ ձորում թաքնված մի գյուղատեղի, որը այսօր ավելի շատ նման է ուրվականին։ Զարմանալի է, բայց այստեղ ամենուր շատ պինդ, ժամանակի համար շքեղ ու գյուղին ոչ բնորոշ տներ են։ Միմյանցից հեռու, ծպտված ժայռերի տակ, հաճախ եկեղեցիների ճարտարապետական լուծումներով։ Շատ շինություններ կառուցված են ուղիղ գետի բերանին։ Այս սրահն օրինակ, դժվար թե հասարակ գյուղացու տուն լինի։ Իհարկե պալատ չէ, բայց խրճիթի էլ նման չի։ Գյուղ հենց անդունդի խորքում, ուր արևը ընդամենը մի քանի ժամով է այցելում։ Սա այնքան էլ հարմար տեղ չէ բնակվելու համար, բայց այս վայրը ունի մի ահռելի առավելություն, այն կատարյալ թաքստոց է։ Ընդամենը հսկելով ձորի մուտքերը, այս ձորում հանգիստ կարելի է թաքցնել մի ամբողջ բանակ։ Հետաքրքիր է, որտեղ կարելի էր տեղադրել ձորի մուտքը վերահսկող դիրքերը։ Բարձրանանք այս ժայռերն ի վեր։ Հիանալի տեղ է թաքստոցի համար։ Դու ամեն ինչ տեսնում ես, քեզ ոչ ոք չի տեսնում։ Եթե ես լինեի Ավան Յուզբաշու տեղը, այստեղ կհիմնեի իմ ռազմական հենակետը, փայլուն դիտակետ։ Իր պալատը գտնվում էր Քարին մոտ գտնվող Հունոտի ձորում, որտեղից էլ առաջացել էր Հունոտի կարան արտահայտությունը։ Դա այն պալատն, այն կենտրոնն է, ռազմակայանն է, որտեղ ամրացել էր Ավան Յուզբաշին։ Իջնելն այս ժայռից ոչ պակաս վտանգավոր է, քան բարձրանալը։ Մի փոքր անզգուշ շարժում ու դու անդունդում ես։ Այս վայրը իրոք անմատչելի է, եւ դա եւս մեկ ապացույց է, որ Հունոտի կիրճը հուսալի հսկվում էր եւ լավ պաշտպանվում։ Թերևս այս վայրում կառուցված ամենակարևոր շինությունը այս կամուրջն է, բարձր, լայն, ամուր, նախատեսված ծանր բեռներ տեղափոխելու համար։ Հստակ հայտնի է մի փաստ, այն կառուցվել է 1720 թվականին եւ գուշակեք ում կողմից։ Մեզ արդեն հայտնի Ավան Յուզբաշու, բայց ուր է տանում այս կամուրջը։ Մոտակայքում որևէ մեծ բնակավայր կամ մեծ մայրուղի չկա։ Ավան Յուզբաշին չէր կարող մի կամուրջ կառուցել, որը ոչ մի տեղ չի տանում, անհավանական է։ Կամրջից հետո միակ ճանապարհը տանում է դեպի վեր։ Վերջին բնակիչը այստեղից հեռացել է 1954 թվականին։ Մութն ընկնում է։ Ձորերում մութը հանկարծակի է ընկնում։ Ես միտք չունեմ մնալու այս վտանգավոր կիրճում։
քարե ժայռերով շրջապատված բնակատեղի։ Ներքևում կարծես նամակում նշված վայրը լինի։ Շարունակենք բարձրանալ, քանի դեռ շատ չի մտնել։ Շուշիի բերդը շատ հարցեր այստեղ ստանում են իրենց պատասխանները։ Այստեղից հյունոտը բոլորովին չի երևում։ Լեռներով շրջապատված այնտեղ խոր ձորի մեջ թաքնված է։ Դա նշանակում է, որ հյունոտը ուղիղ կապ ուներ Շուշիի հետ։ Եվ եթե կամուրջը կառուցվել էր 1720 թվականին, ապա Շուշիի բերդը այն ժամանակ արդեն կանգուն էր։ Մենք համոզվեցինք, որ Շուշիի բերդը սկսել է կառուցել Ավան Յուզբաշին առնվազն 1720-ական թվականներին ու միասին գտանք հայերի գաղտնի ժողովի վայրը, շրջապատված քարե ժայռերով բնակատեղին։ Բայց եկեք բացահայտենք, թե ինչ դեր ուներ այդ մոռացված գյուղ ուրվականը Շուշիի փրկության ու կյանքի համար։ Բնականաբար Շուշիի բերդը պիտի կառուցվեր մոտակայքի ամենաբարձր, գրեթե անմատչելի ժայռի գագաթին, սակայն տարածքը հարմար չէ բնակավայրի համար նախ եւ առաջ այն պատճառով, որ այստեղ չկա կյանքի համար ամենակարևորը՝ ջուրը։ Շուշին միշտ ունեցել է մաքուր խմելու ջրի խնդիր եւ միայն 1890-ական թվականների վերջին մեծ բարերար Թադեոս Թամիրյանցի շնորհիվ լեռներից Շուշի հոսեց սառնորակ ջուրը։ Թադեոս Թամիրյանցը մեծ մտավորական լինելով հասկացել էր, որ քաղաքի կյանքի վերականգնման համար ոչ միայն ջրի ծարավն է պետք բավարարել, այլ նաեւ կրթության։ Նա 1 միլիոն ոսկի ժառանգեց քաղաքին, 900,000 դպրոցներին եւ 100,000 աղքատների կրթության։ Առհասարակ այդ ժամանակահատվածը կարելի է բարեգործության ոսկեդար համարել Շուշիի համար։ Հայ բարեգործները կարծես միմյանց հետ մրցելով շենացնում էին քաղաքը եւ այս հոյակերտ տաճարը, որ դուք տեսնում եք, թերևս այդ բարեգործության ամենամեծ վկայությունն է։ 1891 թվականին իր դռները հանդիսատեսի առաջ բացեց Խանդամիրյանի թատրոնը։ Ժամկարյանցը 1902 թվականին կառուցեց քաղաքի հիվանդանոցը։ 1908 թվականին Առաքելյանի միջոցներով ավարտվեց թերևս Շուշիի ամենամեծ շինությունը՝ ռեալական ուսումնարանը։ Միթե նվիրական այս ոգու արդյունքում չէ, որ քաղաքն այս նույն շրջանում ծնունդ տվեց մտավորականների ու արվեստագետների բանակի՝ Մուրացան, Գյուրջան, Աղաջանյան, Լեո, Վաղարշ Վաղարշյան։ Չքնաղ մի վայր, ուր աննտախոր ձորն ու հարթավայրը միանում են։ Սա թերևս Շուշիի միակ հարթավայրն է, որը կարող էր բերքատու այգի կամ ցորենի արտ լինել, բայց օգտագործվում էր ձիավարժությունների համար։ Տարօրինակ է, որովհետև պաշարման ժամանակ Շուշին պիտի որ ջրի եւ հացի կարիք ունենար։ Եթե ջուրը հայթայթում էին սակավաջուր ջրհորներից, ապա հացը որտեղից էին բերում։ Հայտնի պատմաբան եպիսկոպոս Մակար Բարխուդարյանը իր Արցախ աշխատության մեջ նշում է հյունոտի ջրաղացների մեծ քանակության մասին։
Գետի ափին կառուցված այս շինությունները հենց այդ ջրաղացների մնացորդներն են։ Փաստորեն մեզնից ավելի քան 3 դար առաջ այս փոքրիկ լքված գյուղը Շուշիի բերդի կենսունակությունը ապահովող հիմնական զարկերակն է եղել։ Շրջապատված բարձր ժայռերով, թաքնված թշնամու հայացքից այստեղ հասարակ մարդիկ օր ու գիշեր աշխատել են, որ կանգուն մնա Շուշին։ Վստահաբար Շուշիի բերդը կանգուն էր առնվազն Փանախ Ալիի հայտնվելուց 30 տարի առաջ, բայց Շուշիից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քարքարի վերջին տարիների պեղումները մեզ հիմք են տալիս մտածել, որ այս բարձրահարթակում մարդիկ ապրել են ոչ միայն ասենք 18, 17, 15-րդ դարերում, այլ պատկերացրեք Քրիստոսից առաջ 2-րդ, 3-րդ հազարամյակում։ Քարքարը հիշատակվում է դեռ միջնադարյան արաբական աղբյուրներում որպես քաղաք, որը կառուցել է Խոստով Անուշիրվանը։ Դա արդեն 6-րդ դար է մեր թվակիցը։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս քաղաքը գոյություն է ունեցել Խոստով Անուշիրվանից առնվազն 1000 տարի ավելի շուտ։ Փաստորեն այս ամբողջ տեղանքը բնակեցված եւ բավականին զարգացած է եղել դեռ Քրիստոսից առաջ 2-րդ, 3-րդ հազարամյակում, եւ թերևս անհավանական է, որ այստեղից լոկ 2 կիլոմետր վերև գտնվող Շուշին կտրված լիներ քաղաքակրթությունից։ Վստահ եմ, որ հետագա պեղումները այս տարածաշրջանում դեռ շատ հետաքրքիր բացահայտումներ կբերեն։